միասին մտածենք։ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանի Հանրապետության նախագահը, ինչ անում է այստեղ, ինչու է այսօր այստեղ։ Ռոբերտ Քոչարյանը իշխանություն ունեցել է, Արցախի Հանրապետությունը ղեկավարել է, 10 տարի Հայաստանը ղեկավարել է, 10 տարին լրացել է, թողել գնացել է, ասել է շարունակեք։ Այս մարդը աշխարհի ամենաուժեղ ղեկավարների հետ հավասարի կանգնել է կողքներին, արժանապատիվ պահել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Իրանի, Ամերիկայի եւ բոլորը հարգանք են ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի նկատմամբ։ Իսկ այդ հարգանքը նախագահին մենակ չի վերաբերում, այդ հարգանքը վերաբերել է Հայաստան պետությանը, Հայաստանի քաղաքացիներին, Հայաստանի արժեքին այս տարածաշրջանը։ Հիշեք Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի հերուտղա ղեկավարների հարաբերությունները։ Նայեք ոնց էին խեղճացած կանգնում Ռոբերտ Քոչարյանի առաջ, նայեք ոնց են առյուծ կտրած այսօր կանգնում մեր երկրից չգիտեմ ինչի առաջ։ Հիշեք Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 տարիները։ Անվտանգություն, խաղաղություն, ապահովություն, տնտեսության աննախընթաց աճ, աշխատանք, հսկայական ենթակառուցվածքներ եւ մարդկանց պարզ հասարակ մարդկանց կյանքի հնգապատիկ, վեցապատիկ բարելավում։ Սա է եղել, չէ՞։ Հիմա այս մարդը ինչի է այստեղ։ Այս մարդը կարող էր հանգիստ, ասացի, ունեցել է իշխանություն, ունեցել է կապեր հարաբերություններ, զուտ հայկական հրաշալի ընտանիք, կարող հանգիստ կողքի քաշվեր, ասեր, ես իմ նարել եմ, ինչ ուզում եք արեք։ Բայց հայ մարդը, տղամարդը եւ չի ուզում, որ ինքը եւ իր ժողովուրդը այսպես խեղճ գլխիկոր լինեն եւ առաջի օրվանից, երբ որ գիտեն իրան կալանավորելու են, եկել է բաշճակած, կանգնել է 500 քանի օր նստել է բերդում ու այսօր էլ շարունակում է պայքարել մի նպատակով, որ մեր երկիրը այս վիճակից դուրս գա, որ այս դալիճում նստած յուրաքանչյուրը եւ այս մեր երկրում նստած յուրաքանչյուրը կարողանա գլուխը բարձր քայլել, արժանապատվություն ունենալ, չխեղճանալ։ Ես ասեցի ժողովուրդ ջան, որ պարզ բաներից եմ խոսելու։ Կա ուժեղ, կա թույլ, կա բարի, կա չար, կա թեկուզ դաժան ճշմարտությունը ասող, կա սուտասան, կա կզող, կա հապարտ դեմները կանգնող եւ ճակատների խփող, կա պետություն, կա պետության ծաղրանկար։ Մեր ընտրությունը շատ պարզ է եւ շատ բնական է, շատ նորմալ է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ նույն պայքարի մեջ է մեր ամենաավանդական, ամենաազգային քաղաքական կուսակցությունը եւ բնական է, որ նաեւ երիտասարդների նոր ուժ է միացել սրան։ Ես անկեղծ տարիքով էլ փոքր չեմ։ Ինձ զարմացրել է, թե այս մարդը ինչքան ժամանակակից է։ Ամենավերջին նորությունները տեխնիկայի, գիտության, չգիտեմ, արհեստական բանականության եւ այս մարդու կողքին դեղարից յուրաքանչյուրը իսկապես կզգա, որ պետությունը ներկայացնում, որ այս երկիրը ապագա ունի, որ այս չարիքները պատահականություն էին, մեր ժողովրդի խաբվածության արդյունք էին, բայց սրանք գնալու են։ Հանգիստ եղեք, ընտրեք ում կողքին եք կանգնում եւ մի վախեցեք սրանցից, սրանք ամենավախկոտներն են եւ սրանք գնալու են եւ Հայաստանը լինելու է ոչ միայն նախկին, այլև ապագայի պետություն։